չես ցանկացել, որ Լուսինեն շփվի քո ընկերական շրջապատի հետ։ Լուսինեն այդ դեպքը հիշում է, որտեվ ես օրինակ չեմ հիշում, որտեվ ին վրա դա չէր ազդի։ Դուք եք ասել։ Սեղանակիցները ուղակի շուռ եկան ասցին Լուսինե ջան, կողո շատ եք խմել այսօր։ Բայց ինքը ուղակի ծիծաղմեր։ Ուզում ես կոտրես եւ մաքրես այն հնարավոր կարծրատիպը, որ կարող է լինել մոդելային աշխատանքի հետ կապված։ Ես հիմա էլ, որ ունենամ առաջարկ օրինակ շատ գեղեցիկ ցուցադրության մասնակցելու, ես արանքներում մասնակցում եմ Փոքր տարիքից երեխաներին սովորեցնում ես աստղային կյանքին։ Ընդհանրապես այդ աստղային կյանքը ոչ իմ վրա ազդեց, ոչ իմ քույրիկի վրա ազդեց եւ ոչ էլ երեխաների։ Իրինան ուզում է բոլոր երեխաներին հայտնի դարձնել։ Իմ երեխաները ինձ քաշ են տալիս իրենց հետևից։ Ամուսինդ ինչ ներգրավվածություն ունի այս հարցերում։ Իր ամենամեծ ներգրավվածությունն այն է, որ չի խանգարում։ Ողջույն Breakpoint-ի այսօրվա մեր հյուրն է Miss Հայաստան 2001 հաղորդավարուհի Իրինա Թովմասյանը։ Իրինա, ոնց եք։ Ողջույն, իհարկե շատ լավ, ես միշտ հարցազրույցները իսկապես շատ եմ սիրում, որովհետև զրույցը ընդհանրապես մարդու հետ ինձ համար շատ հոգեհարազատ մի ժամանակահատված է լինում։ Ու ինչքան էլ շատ եք հարցազրույցները գուցե ունեցել այս տարիներին, միևնույն է միշտ ասելիք կա եւ նոր ասելիք կա, կարծում եմ։ Վստահ։ Եվ հուսով եմ, որ այսօր եւս այդպիսի հարցազրույց կունենանք, բայց մինչ հիմնական զրույցին անցնելը ես առաջարկում եմ ձեզ ավելի լավ ճանաչենք ձեր մտերիմ մարդկանց միջոցով, ում հետ դուք ավելի հաճախ եք շփվում, ընտրենք նրանցից մեկին ու զանգենք հիմա, թող ինչ որ հավես բան պատմի։ Հա, պետք է զանգենք։ Ու զանգենք քույրիկի, զանգենք թե ընկերուհուս, ում հետ որ շատ հաճախ եմ շփվում։ Համուսնս կարծում եմ պետք չի շատ հումորը իր սև սարկազմը։ Եկեք ընկերուհուս։ Ահա, ես քույրիկին էի սպասում որ կընտրեք, բայց կարող ենք նաև ընկերուհուն։ Հա, ուզում եք Լուսինեին զանգենք։ Կարող ենք։ Չէ, չվերջացրեցինք, նոր ենք սկսել հարցազրույցը, Լյուս, բայց դու ինձանից չպրծար։ Ես փոխանցեմ բարձրախոսա հիմա միացրած, ես փոխանցում եմ հաղորդավարուհուն Աննային։ Այո։ Այո։ Լուսինե ջան, բարև ձեզ։ Բարև ձեզ, Աննա ջան։ Նախ շնորհավորում եմ ձեր երրորդ բալիկի ծննդյան կապակցությամբ։ Մեծ շատ Աննա ջան, շնորհակալ եմ։ Եվ ուզում ենք հիմա Իրինայի մասին բացահայտումներ անել, այն քիչ տեղեկությունները, որ միայն դուք գիտեք եւ ուրիշ ոչ ոք, հիշեք եւ պատմեք։ Ծիծաղաշարժ, հետաքրքիր, զավեշտալի։ Զուսպ կպահես քեզ։ Ինչ։ Ինքնակամա ինքը այդ համարը տվել։ Ես առաջարկեցի հենց ձեզ։ Ձեր տեխնատությունը միաձայն անցավ, այո։ Հետաքրքիր։ Զավեշտալի դեպքեր ենք ուզում հիշել։ Իրար դեմքի կարող ենք նայել եւ այնքան ծիծաղենք, որ վերջում բոլորին ցա, որ ես ուզվել եմ, որովհետեւ ես շատ ծիծաղելուց լավ եմ լինում։ Հա։ Իսկ Իրինան ոնց է այդ պահին սթափեցնում։ Ֆայդարակ եմ անում։ Ահա, էտա, как раз լավ հիշեցիք, ոնց է այդ պահին ձեզ սթափեցնում։ Այ դա էլ պատմի, եթե կարող ես։ Սթափեցնում, շատ լուրջ տես կամած ձայնով, որովհետեւ ինքը ամաչում է այդ բոլորին, որ ես իրան խայտարակ եմ անում, կամած ձայնը միշտ ինձ ասում է, որ ինձ խայտարակ ես անում, լրի Ամեն բառից վրա ավելի է ծիծաղում։ Բայց իրանից ասել եմ, որ չի կարելի դա ասել, որտեղ դա ինձ ավելի է ծիծաղացնում։ Մեծ քույր է, էլի իսկական։ Այո, միշտ փորձում եմ սթափեցնել, բայց իմ դեպքում չի ստացվում իր մոտ։ Ու դա շատ հարակից է։ Պետք է պարապես տանը։ Բայց ամենաահավորը Լուսինա, որ դու վարակում ես ու ես էլ եմ երբեմն խայտարակ լինում ծիծաղում։ Հա, փորձում եմ ստացել չի լինում։ Ավելի է բանանում, ինձ ծիծաղեցնում ու սկսում ենք իրար հետ այդպես ծիծաղել։ Լուսինե, բայց ես նաև գիտեմ, որ եթե համեմատենք ձեզ եւ Իրինային, դուք ավելի շատ այդպես խիստ եք, չէ՞, երեխաների հետ ու հաճախ գուցե բարկանաք։ Օրինակ այդ պահերին Իրինան փորձում է ձեզ ինչ որ ձև հանգստացնել կամ ասել դե լավ ոչինչ։ Այո, ես կարողանում եմ սաստել, օրինակ եմ բերում իր երեխաներին։ Նույնիսկ ու իր երեխաներից փոքրիկը Մարիան անցած տարի ամառը շատ լուրջ խոսակցություն ուներ Իրինայի հետ, ասել էր մամ, ինչի՞ է տենց լինում, որ օրինակ Լուսկան կարող է մեր վրա ջղայնանալ, իսկ դու երբեք չես ջղայնացել իր երեխաների վրա։ Աստվածի։ Հետո Այսինքն խնդիրը այն չէր, որ դուք իրենց վրա ջղայնանում եք, այլ թե ինչու Իրինան ձեր երեխաների վրա չէր ջղայնանում։ Հա, Իրինան բարի հրեշտակն է երեխաների համար, ինչ ասեմ, միշտ տենց է ստացվել։ Հասկացանք, այս շատ հետաքրքիր էր, ինչ խոսք։ Մերսի շատ Լուսինե ջան։
Մնացածը Իրինայի հետ կպարզենք։ Խելոք պահի, թե չէ Վենետիկի պատմությունը կպատմեմ։ Պատմի կյանք։ Քեզ թվում է դրանից ներվում է։ Պատմի։ Հա, ասա, էլի որ եթե մտածում որ միայն հուզվել եմ, այն նաև խմածի տպավորություն եմ թողնում։ Մենք պետքա լսենք այդ պատմությունը, Իրինա։ Ուզում ես պետք է դնել լսափողը նոր պատմեմ, թե կարող եմ հիմա պատմել։ Միշտ էլ մասնակցի մեզ հետ։ Թող մասնակցի, ինչու՞ ոչ։ Ուրեմն անցած տարի, այս տարի, այսինքն տարին դեռ չի պատմել։ Պատմի չասել որտեղ էինք կյանք։ Հա, այս տարի մենք Վենետիկում էինք ու շատ սենց սիրուն միջոցառման էինք, որտեղ որ նաև լուրջ մարդիկ էին ներկա, մեծ միջոցառում էր։ Ու այդտեղ ընթրիկի ժամանակ Լուսինեի ծիծաղը բռնում է։ Ու այդ մարդիկ, ովքեր որ մտածում էին, որ մենք շատ լուրջ նորմալ մարդիկ ենք, նորմալ քույրեր ենք, ինքը ինքան էր ծիծաղում, որ սեղանակիցները ուղակի շուռ եկան, ասեցին Լուսինե ջան, կարող է շատ եք խմել այսօր, բայց ինքը ուղակի ծիծաղում էր, ընդհանրապես չէր խմել։ Հա, իրան նույնիսկ չասեցին, ճիշտ է։ Անգամ Իրինային։ Անիմաստ էր, Լուսինեին ինչ-որ բան ասել է այդ պահին։ Այո։ Այ շատ հետաքրքիր։ Ու հետո հենց այդ նույն օրը ես ջերմեցի գիշերը։ Անհանգստությունից։ Լույս էլ պատմեմ, երևի ես պատմեմ, հա, այդ դրվագը։ Ծաղանու չի։ Չէ։ Կամա է ծաղանու։ Ես պատմին եմ։ Ես ոչ մի խնդիր չեմ տեսնում, ամեն ինչ պատմի։ Ու Լուսինեի հետ նույն սենյակում քնած ենք։ Գիշերը արթնացնում եմ Լուսինին, ասում եմ Լույս ջան, օրինակ ես դա հիշում եմ։ Ես հիշում եմ համ իր ծիծաղը այդ ահավոր, համ հիշում եմ այդ գիշերը։ Ասեցի Լույս, ոնց որ ջերմություն ունեմ ու շատ վատ եմ, ասեց շուռ եկավ, սենց ասեց, դե քնի էլի, քնի լավ կլինի առավոտը։ Ու շուռ եկավ հաջորդ վարքյանին, մյուս կողմի վրա խորը քնեց։ Դա չեմ ասում, նորմալ պատմություն ես պատմում, ոչ մի բան չկա զարմանալու։ Ճիշտ է։ Դուք էլ մտածում եք ինչի՞ չէ, չարտնացա, մի հատ տեսներ ինչա պետք։ Ես հիշվող պատմություն պատմեցի ինձ համար, որը չի մոռացվում, բայց ճիշտ ես ասում։ Արտարոց բան Փոքրիկ չկա։ տրավմաներ են։ Արտարոց բան չկա, երեխան, խորում տենցնա, ինչ անել։ Քանի որ երեխաներից խոսք գնաց, ես առաջարկում եմ հենց երեխաներից էլ սկսենք մեր զրույցը։ Երեխաները փոքր տարիքից բեմ են բարձրանում, գումար են աշխատում, իրենց բիզնեսն ունեն։ Այս մանկական տարիքից հաջողությունը վստահաբար ունի ռիսկեր։ Դու ինչ ազդակներ ես տեսնում, որ կարող են հետագայում առաջ գալ, երբ փոքր տարիքից երեխաներին սովորեցնում ես աստղային կյանքին։ Ես ունեմ փորձ, ունեմ մեծ աղջիկ, ով գրեթե նույն ճանապարհով անցել է 8 տարեկանից աշխատում էր, ինքը ֆիլմում էր նկարվում, ամեն նկարահանման օրը 2 տարի էր նկարահանվում եւ ամեն նկարահանման օրը իր գումարն էր վաստակում։ Ես ունեմ փորձ այդ տարիքից երեխային սովորեցնելու ինքնուրույն գումար աշխատել։ Ու այդ տարիքից, երբ որ երեխան գնահատում է ծնողի աշխատած գումարը, դա միայն լավ է ազդելու հետագա կյանքի համար, որտեվ ինքը գիտի արժեք այդ ամեն ինչի։ Մեկ-մեկ երեխաներս ասում են, բայց ինչի ենք մենք ամբողջը մեր գումարով գնումներ կատարում, այ մենք ճամփորդում ենք, իրանք իրանց հավաքած գումարով գալիս են։ Բնականաբար մենք էլ ենք կողքից ինչ-որ բան գնում կամ բաներ գնում, բայց հիմնական մասը իրանք են տնորինում իրանց հավաքած աշխատած գումարը։ Իսկ ինչու պետք է իրենք տնորինեն մանկուց։ Որովհետև իրանք պետք է գնահատեն ու ամեն վարքյան, որտեվ օրինակ եմ բերում, երբ որ երեխան անընդհատ ծնողին ասում է, կգնես սա, կգնես ու ծնողը բացատրում է, որ չէ, դա հարմար չի ինձ գնելու, երեխաները երբեմն չեն հասկանում։ Ես չեմ խոսում ամենավաղ տարիքի, ես խոսում եմ արդեն գիտակից տարիքի մասին, այսինքն օրինակ մոտավորապես 8 տարեկան, հա, այսպես, 7 տարեկան, 8 տարեկան, երբ որ երեխան կարող է դատել, մտածել եւ գնահատել դիմացինի արածը։ Դու ուրիշ ձևով չես կարող երեխային բացատրես, միջև ինքը իր դժվարությամբ աշխատած գումարը չի ծախսում որևիցե բանի վրա։ Երբ որ ես իմ փորձով եմ ասում, երբ որ ես խանութում ասում եի, ես չունեմ գումար դրա համար, բայց դու ունես գումար հավաքած, ես գիտեմ, որ դու ունես, դու քոնով գնիր։ Ու ինքը նույն վարքյանին փոշմանում էր, որտեվ հասկանում էր, որ այդ իր գումարը ինքը ափսոսում է դրա վրա, անիմաստ բան էր ախր դա։ Կամ չի ափսոսում, գնումը կատարում է, բայց կամ էլ ափսոսում է։
այդ ժամանակ երեխան հասկանում է, որ այդ անիմաստ բանի վրա ինքն էլ չուզեց իր դժվարությամբ վաստակած գումարը ծախսեր։ Իրականում ես երբ ռիսկերից խոսեցի, նկատի ունեի ոչ միայն գումար աշխատել, այլ նաև բեմ բարձրանալ այդ աստղային ուշադրությանը կյանքին, տեսախցիկներ, նկարահանումներ, դա վստահաբար ունի ռիսկեր, որովհետև ինչ որ առումով, իհարկե հայաստանյան իրականության մեջ դժվար է այդքան շատ, որքան եթե Հոլիվուդում ապրեինք, բայց միևնույն է այդ սովորական մանկությունից զրկում է երեխային։ Ես ունեմ փորձ իմ մեծ աղջկա օրինակով, իմ մեծ աղջիկը հիմա սովորում է Փարիզում, շատ սիրուն ու լավ մասնագիտություն է ընտրել իր համար, մագիստրատուրան է սովորում ու ընդհանրապես այդ աստղային կյանքը ոչ իմ վրա ազդեց, ոչ իմ քույրիկի վրա ազդեց, ընտանիքը շատ մեծ դեր ունի այս ամեն ինչում եւ ոչ էլ երեխաների։ Որքան էլ նրանք արդի այս իրականության մեջ են, այսինքն ունեն իրենց էջերը Instagram-յան, իրանց էջերով գործունեություն են իրանց չափով ծավալում, իսկապես գործունեություն են ծավալում, իրենք համագործակցություններ են իրականացնում, նկարում են, բայց դա ունի իր լավ կողմներ, որտեղ ամբողջ ամառ իմ երկու փոքր աղջիկները ինձ հետ հավասար եկել են իմ գրասենյակ, սովորել են պրեզենտացիա անել, հատուկ ծրագրերով մոնտաժել։ Ես վստահ կարող եմ ասել ու երբեմն երբ որ մենք այլ ընկերությունների համար ինչ որ պրոյեկտ էինք անում, հա, նկարահանումներ էինք անում, երեխաներիս էինք երբեմն աշխատացնում, այո, աշխատացնում, որպեսզի նրանք մոնտաժեն օրինակ տվյալ նյութը կամ նկարեն տվյալ նյութը։ Ու երբ որ հանկարծ ստանում էինք արձագանք, նայեք փոքր են, երբ որ ստանում էինք արձագանք, որ ինչ լավն էր նյութը, շնորհակալություն, բայց ոչ մեկ չիմացավ այդ ով էր արել։ Գիտեն մեր գրասենյակի աշխատակիցները։ Ես այդ ժամանակ հասկանում էի, որ հենց այս պահին, եթե պետք լինի, որ իրենք նաև դրանով գումար աշխատեն, իրենք կարող են։ Քանի որ նշեցիր Մեգին եւս այդ ճանապարհով է անցել, տպավորություն կա, որ Իրինան ուզում է բոլոր երեխաներին հայտնի դարձնել։ Կա այդ միտումը։ Իմ երեխաները ինձ քաշ են տալիս իրենց հետևից։ Եթե ինձ մնա, ես օրինակ ավելի կողմ եմ, որ իրանք ուղղակի հաճախ են իրանց պարին, երգին եւ այլն, բայց առանց համերգների։ Չէ, համերգներն էլ եմ սիրում, բայց դա ինձ համար ծանրաբեռնվածություն է հավելյալ, որտեվ դու այդ ամեն ինչին պատրաստվում ես, հագուստից բռնած մտածում ես, այդ ամեն ինչը իր ոնց որ հետի մասն էլ ունի, չէ՞։ Վերջի բանն է, իտոգն է, վերջին արդյունքն է բեմը։ Դրա համար ես կգերադասեի իմ ծանրաբեռնված գրաֆիկում, որ երեխաներս ուղղակի գնային արվեստի տարբեր խմբակներ, զարգանային եւ ինձ չծանրաբեռնեին, բայց իրենք ինձ ստիպում են, իսկապես բռնում են ինձ ու իրենց հետ տանում են։ Այսինքն դա ոչ թե ես եմ իրենց տանում, ու ես միշտ զարմացել եմ այն ծնողների վրա, ովքեր որ ստիպում են երեխաներին որևիցե բան անել։ Իրենք երևի ոգեշնչվել են օրինակ քո Լուսինեի օրինակով, Մեգիի օրինակով։ Իրանք տենց են։ Միգուցե ոգեշնչվում են, ես չգիտեմ, բայց իրանք տենց են ծնվում։ Երեխաները մեկը չես կարող երեխայի մեջ այդ ամեն ինչը ինքն սենց դնես, որ երեխան դառնա այդպիսին։ Ինքը կամ սիրում է բեմը, կամ սիրում է երգել, կամ կարող է երգել, ես էլ չմոռանանք, որովհետև կարող չի կարող երգի այդ երեխան։ Կարող չի կարող նվագել կամ երգել ստիպողաբար որևիցե բան, երբ որ ծնողը անում է, դա շատ ահավոր բան է ինձ համար։ Ու ես շատ տարիներ շարունակ առնչվելով տարբեր ասպարեզներում ես տեսել եմ նման օրինակներ, երբ որ ծնողը ուզում է, երեխային տանում է, երեխան չի ուզում։ Այդ անիմաստ ժամանակի ծախս է։ Քանի որ նշեցիր, որ երեխաները ունեն նաև իրենց սոցիալական էջերը, ես ուսումնասիրել եմ եւ տեսել եմ, որ այնտեղ գրված է, որ էջը վարում է ծնողը։ Այո։ Բայց նաև զուգահեռ դու էլ նշեցիր, որ հաճախ իրենք մոնտաժ են անում, ինչ որ նկարահանումներ են անում, ընդհանուր օրվա կտրվածքով որքան ժամանակ են անցկացնում գadgetներում։ Այս կարծում եմ ամենացավալի հարցն է յուրաքանչյուր ծնողին այսօրով, եթե տակ, եթե ես ինչպես եմ կառավարում իրավիճակը, այլ տարբերակ չունեմ։ Մեզ մոտ ամեն ինչ անջատված է, ինտերնետը անջատված է, ինտերնետին իրենք ստանում են հնարավորություն, այսինքն ինտերնետից օգտվելու, այո, միայն այն դեպքում, երբ որ ամեն ինչ ավարտված է։ Այսինքն, եթե իրանք բոլոր պարապմունքները ավարտել են, իսկ իրենք շատ զբաղված են, օրվա կտրվածքով շատ, իրանք ուր ասես հաճախում են, բայց իրանք արանքներ ունեն, այսինքն օրինակ այս մի պարապմունքից մինչև մյուս պարապմունքը հասնելը հեռախոսից զրկված չեն, հեռախոսը իրանց ձեռքում է, բայց դա ընդամենը 15 րոպե է, ուղղակի իրանք շատ ակտիվ երեխաներ են, եւ այդ 15 րոպեն շատ լավ հասկանալով ինչ պետք է անեն, իրանք օգտագործում են։
ու դա կախված է սոցհարթակի հետ։ Ոնց եմ ես կառավարում, ամեն ինչը ինձ մոտ բաց է։ Եվ յուրաքանչյուր նամակ, յուրաքանչյուր post, յուրաքանչյուր չնայած նրանք էլ են ինձ ուղարկում, բայց ամեն ինչը ես տեսնում եմ։ Այսինքն առանց իմ տեսնելու ոչինչ չի կարող կատարվել այդ սոցհարթակում։ Իսկ իրենք ազատ են կոնտենտ ստեղծելիս, օրինակ հիմա ինչ որ վիդեո է ուզում նկարի։ Պետք է դու նախապես տեղյակ լինես սցենարից, թե ինքը ինչ ուզի կարող է այդ բանին նկարել եւ տեղադրել։ Քանի որ ես ընթացիկ տեսնում եմ, որ ոչ մի արտառոց բան չկա վախենալու, իրանք էլ շատ խելացի երեխաներ են, շատ լավ հասկանում են ինչը կարող են, ինչը չեն կարող, դա էլ կա, որտեվ երբեմն օրինակ անգլերեն երկեր պետք է դնեն վիդեոյի վրա, ու ինչ որ մի բան իրանց մոտ կասկած է բառերի հետ առաջացնում, իրանք մի հատ ինձ ուղարկում են վիդեոն, ես նայեմ, հանկարծ շարից փորձանքից հեռու։ Ես մի հատ նայում եմ, հաստատում եմ, նոր իրանք դա տեղադրում են, բայց մնացած դեպքերում ես հանգիստ եմ։ 1000-ից մեկ եղել է դեպքեր, որ կարող է ինչ-որ մի բան ինձ դուր չգար իրանք տեղադրեն, ես նույն վայրկյանին ջնջում եի ուղղակի ու զգուշացնում։ Մի խնդիր կա, քանի որ դու ինքդ էլ Լուսինեն էլ նշեց, որ չես բարկանում երեխաների վրա, կա իրավիճակ, երբ երեխաները գիտեն մայրը չի բարկանում եւ ցանկացած բան կարող են համոզել, որպեսզի թողնի։ Կա այս խնդիրը։ Իրենք շատ լավ գիտեն, որ ամեն ինչ կարող են համոզել, բացի այն բաներից, որոնք 100%-անի անընդունելի են ու վերջ։ Այո, ընդհանուր առմամբ ես շատ բարի եմ, ես քիչ եմ բարկանում, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես չեմ բարկանում։ Համեմատած, միգուցե ուրիշների հետ համեմատած քիչ եմ բարկանում, բայց հիմա կարող է չէ դեպքեր կան, որ նաև բարկանում եմ։ Տենց մի պատկերացրեք, որ լրիվ ընդհանրապես չեմ բարկանում, որովհետև երեխաներից բավականին ակտիվ երեխաներ են ու առիթ ստեղծում են երեխաները։ Դա փոքրիկ է, մանկական թեկուզ քաոսը չի առաջացնում, որպես ծնող երբեմն չկարողանաս կառավարել։ Ես միայն չեմ կարողանում կառավարել, երբ իրենք երկու քույր չեն կարողանում կիսել ինչ-որ բան։ Միայն դա է մեր մոտ խնդիր։ Քանի որ իրենք երկուսն էլ գումար են աշխատում, այդտեղ այդ մրցակցությունը գուցե նաև այս հարցում լինի, թե ով ավելի շատ գումար կաշխատի։ Ով է ավելի շատ գումար աշխատում։ Աշխատում է միջնեկը, որտեվ միջնեկը լրիվ ուրիշ մտածելակերպ ունի։ Ես չգիտեմ հետո ոնց կլինի, բայց միջնեկի նման նույնիսկ մեծ աղջիկս չի մտածել երբևիցե։ Ինքը ամբողջ իր աշխատած գումարը կամ ծախսում է հումքի վրա, այսինքն թել է գնում, որ հետո գործի, հետո վաճառի, այնտեղ նոր բիզնես է մի հատ մտածել, խնամքի միջոցներ է գնում, որ դա կարողանա վաճառի, մի խոսքով։ Անընդհատ մտածում է, թե ինչ կարող է անել։ Եվ էքսպոների ժամանակ ես առաջ մտածում էի միայն, այսինքն այն էքսպոին մասնակցի, որը ես եմ կազմակերպում, երեխան, որտեվ երեխա է։ Ես հիմա արդեն սկսել եմ լուրջ մտածել, որ վերցնեմ իր համար տաղավար, այսինքն վճարեմ այդ տաղավարի համար, գումար տամ այդ տաղավարի համար, որովհետև վստահ եմ, որ ինքը այդ գումարը կհանի մի բան էլ ավել։ Ինքը այնքան շատ վաճառք է կարողանում իրականացնել իր 12 տարեկանում, բայց դա իր ձեռքի ու իր ուղեղի աշխատանքի շնորհիվ է։ Իսկ ամուսինդ ինչ ներգրավվածություն ունի այս հարցերում։ Իր ամենամեծ ներգրավվածությունն այն է, որ չի խանգարում, երբևիցե։ Չէ, իսկապես, ու նույնն էլ մեծ աղջկաս դեպքում։ Այդ շատ մեծ մաս է տղամարդու կողմից, որ ինքը ընդհանուր գաղափարին կողմ է ու չի խանգարում։ Բայց ինքը իր գործերը ունի, չի կարող ձեռքը բռնած, այսինքն երբեմն եղել են համերգներ, որ նույնիսկ չի եկել, չնայած փորձում է միշտ լինել, բայց այնքան շատ է, մի օր ամուսինս ասեց, դե մեկը ամեն օր համերգ ունեք, ես ոնց բոլորին լինեմ ներկա։ Անընդհատ կա։ Ու երևի մեր կյանքը դրանով էլ հետաքրքիր է։ Մենք ապրում ենք իրանցով, բայց երբևիցե ոչինչ չենք ստիպում։ Իմ երեխեքը որ վարքյանին ինչ որոշեն, ինչով որոշեն չզբաղվեն, ես նույն վարքյանին իրենց կողքին եմ։ Երբեք չեմ ստիպում։ Երեխաների թեմայից մի փոքր գանք դեպի քո մասին թեմաները։ Ես երբ հարցազրույցներն էի դիտում տարբեր ժամանակների, նկատեցի, որ դեռ այն հին ժամանակներից սկսած բոլոր հարցազրույցներում նշում ես, որ դու ունես նաև այլ մասնագիտություն, շուկայագիտությունն է, որով դու զբաղվում ես արդեն տարիներ։ Արդյոք այստեղ ենթագիտակցական այն հարցն է աշխատում, որ ուզում ես կոտրես եւ մաքրես այն հնարավոր կարծրատիպը, որ կարող է լինել մոդելային աշխատանքի հետ կապված։ Լրջություն, խելացիություն։ Ես շատ սիրում եմ։ Ես հիմա էլ, որ ունենամ առաջարկ օրինակ շատ գեղեցիկ ցուցադրության մասնակցելու, ես արանքներում մասնակցում եմ, կազմակերպում եմ, նույնիսկ հաճախ երբ որ մենք միջոցառումներ ենք կազմակերպում, այ օրերս իտալական մի հատ բրենդի համար անուններ չեմ նշի, ես քայլել եմ։ Ես հաճույք եմ ստանում,
Ու յուրաքանչյուր բան, որը մարդուն հաճույք է պարգևում, ինչի մասին է խոսքը, ինչ մաքրել, այ հիմա բացի այդ, բայց ասում եմ, ես սիրում եմ այդ ամեն ինչը, ու ես սիրով եմ դրանով զբաղվել։ Ուղղակի ես ունեմ վաստակելու իմ մասնագիտական մեծ փորձը 20 տարուց ավել, իմ մասնագիտությունը, որով մինչ օրս զբաղվում եմ, որը իմ հիմնական եկամտի աղբյուրն է, մի քիչ on-line ոնց որ ուղղվածությամբ արդեն, որտեվ դա է արդի դարել նաև, որը տվել է իր փոքրիկ պտուղները, որտեվ իմ աղջիկը հիմա դրսում է սովորում էլի շուկայագիտության գծով։ Բայց այդ կարծրատիպերը թեկուզ այն երիտասարդ տարիներին չեն եկել դեպի քեզ, որովհետև բոլոր մոդելների շուրջ կան։ Դուք սկզբից ասեցիք ոնց ներկայացնեմ։ Ասեցիք, չէ, շուկայագետ ասեմ, ասեցի կարող եք դա չասել նույնիսկ, որովհետև ինձ ճանաչում են այսենց։ Այն ես գիտեմ, ու երբևիցե ես կարիք նույնիսկ չեմ զգացել դրա մասին բարձրաձայնել, ով գիտի, ով իմ հետ առնչվում է, ով ինձ հետ աշխատում է, գիտի իմ մասնագիտությունը։ Այսինքն գիտի ես ինչով եմ զբաղվում, իսկ ով չէ, ես բնավ կարիքը դրա չեմ զգում գոռալու։ Ես ընդհանրապես ոչ մի բանի կարիքը չեմ զգում գոռալու կամ հայտարարելու կամ գովազդելու, բացարձակ։ Քո եւ Լուսինեի հարաբերությունների մասին հաճախ եք խոսել եւ ասել եք, որ այդ մրցակցությունը երբևէ չի եղել ձեր մեջ, բայց նաեւ մի այսպիսի դրվագ է եղել ձեր կյանքում, երբ ինչ որ մի շրջանում դու չես ցանկացել, որ Լուսինեն շփվի քո ընկերական շրջապատի հետ։ Դա ինչ է, եթե ոչ մրցակցություն այդ շրջանում։ Այդ գիտեք որ շրջանն էր, այն 15-16 տարեկանի շրջանն էր, որը նույնիսկ ծիծաղալու է, բայց Լուսինեն իհարկե հիշում է, ասում է, դու ընկերուներիդ հետ գնում ես, նորմալ է։ Որ մի ընտանիքում երկու քույր, եթե տարիքային տարբերություն կա, մեծ քույրը չի ասում, ես գնում եմ իմ ընկերուներիդ, իմ երեխեքն էլ են երբեմն ասում։ Նույնիսկ փոքրն է մեկ ասում, ես իմ ընկերու հետ եմ ուզում գնամ, չգիտեմ ուր։ Դու մի արի, հա։ Այդ շատ նորմալ է, դրա վրա չեմ կենտրոնանում ես։ Բայց հենց այդտեղից իհարկե դուք հաղթահարել եք դու եւ Լուսինեն, բայց նույն եթե երեխաների մասին էլ խոսեցինք, այդտեղից է չէ՞ սկսվում այդ փոքրիկ վայ ինքը թող չգա ես գնամ, վայ ինքը էսպես ես էմպես, այդ համեմատությունները, այդ բարդությունները։ Նայեք, ես իհարկե լինում են դեպքեր, երբ որ մարդ ինչ որ մի բան հիշում է, օրինակ Լուսինեն այդ դեպքը հիշում է, որտեվ ես օրինակ չեմ հիշում, որտեվ ին վրա դա չէր ասել, որտեվ դուք եք ասել, որտեվ ես եմ ասել, բայց Լուսինեն հիշում է, որտեվ կարող է այդ պահին ես իրան նեղացրել եմ, բայց ես այնքան եմ իրան ահա որ շատ սիրել, մեր մոտ այնքան քիչ են եղել, պատկերացրեք մենք երկու քույր ենք, ընդամենը 4.5 տարվա տարբերությամբ մեծ էլ չէր տարբերությունը, կռիվներ օրենքով պետք է լինեին, բայց մենք կարող ենք մատների վրա հիշել մեր իրար հետ վիճաբանությունը, դա շատ փոքր թիվ է, իսկապես փոքր թիվ է, այդ է հիշում երևի այդ դեպքն է հիշում, չգիտեմ, կարող է էլի մի քանի դեպք հիշի, բայց դա մատների վրա հաշվելու դեպքեր են, դրա համար մենք նույնիսկ օրինակ բերեմ, երբ որ մեր տուն հյուր էին գալիս, Լուսինեն դե փոքրն էր, ասում էր միջև ինձ իմ ծննդյան տարեդարձին, ասում էր միջև ինձ նվեր չտակ, չեմ թողնի մտնեք ներս, ու բոլորը գիտեին, որ առաջին իրան պետքա նվեր տան, հետո ինձ։ Ես միայն դրանից ուրախ էի, նույնիսկ երեխա լինելով հանդերձ։ Այսինքն բան էլ չեմ հիշում, որը կարող է պատահի ինձ իր նույնիսկ այն մանկական չարաճճի բանով բարկացներ։ Ես նույնիսկ չեմ էլ հիշում տենց բան։ Այդ այնքան քիչ էր, մենք այնքան լավ ու համերաշխ էինք շատ դեպքերի համեմատ։ Դա նույնիսկ իմ երեխաների ես փոքրերի համեմատ, որ sense համեմատում եմ, ես միշտ մեր օրինակն եմ բերում, որտեվ մենք այնքան համերաշխ ենք եղել, մենք չենք կռվել գրեթե։ Դրա համար այդ մի դեպքը ոչինչ, դե հիմա հիշում եմ։ Լրացնում եմ հիմա։ Ես առաջարկում եմ մեր հաղորդումն ամփոփենք եւ ավարտենք հենց Լուսինեի հետ կապված կարճ հարցերով։ Ով է ավելի համառ, դու թե Լուսինեն։ Լուսինեն։ Ով է ավելի նպատակասլաց։ Նայած ինչու՞մ, բայց երևի էլի Լուսինեն։ Ով է ավելի նեղացկոտ։ Չկա, մեջ ոչ մեկս չենք նեղանում իրարից։ Չէ, բնավորությամբ, ոչ թե իրարից, այլ առհասարակ։ Նեղացկոտ, երևի Լուսինեն։ Լուս։ Ով է ավելի ներողամիտ։ Ես։ Զիջող։ Ես։ Ով է ավելի ինտրովերտ։ Երևի ես։ Ով է ավելի խիստ։ Լուսինեն։ Եվ ով է ավելի բարի։ Այստեղ դուք կմտածեիք, որ ես կասեմ ես, բայց Լուսինեին ով շատ մոտիկից է ճանաչում, վստակ ասի Լուսինեն եւ ես, հավասար։ Որովհետեւ Լուսինեն ահա որ բարի սիրտ ունի, սոցհարթակում, միգուցե
իմ գործունեությունը, չգիտեմ, մի քիչ կարող է ես ավելի շատ ցույց տամ, բայց արհեստական չէ, իսկապես ավելի շատ ցույց տամ ինչ-որ բանով, մարդկանց թվում է թե ես, բայց դա այդպես չէ, Լուսինեն էլ է շատ բարի, շատ ահա որ զգացմունքային, ահա որ շուտ լավից էլ վատից էլ հուզվող, այսինքն ինքը այնքան փխրուն ու այնքան բարի սենց հոգի ունի ու սիրտ ունի, որ ես բնականաբար դա տեսնում եմ, բայց եթե հանկարծ ինչ-որ մեկն էլ չի տեսնում, ուղղակի Լուսինեին չի ճանաչում։ Շնորհակալ եմ շատ Իրինա բովանդակալից հետաքրքիր զրույցի համար։ Ես էլ եմ շնորհակալ անչափ, որտեվ իսկապես եւ շատ լավ սենց ուսումնասիրած հարցազրույց էր, որը շատ հաճելի էր, սենց թռուցիկ չէր, եւ նաեւ շատ հաճելի էր իսկապես մեր զրույցը։ Այսպիսին էր Իրինա Թովմասյանը Breakpoint-ի տաղավարում, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, թողնել մեկնաբանություններ եւ սպասել մեզ հաջորդ շաբաթ։